Խոսալու եմ նաև իմ մասին։ Այսօր Կապանի զինկոմիսարիատից զանգահարել էին և խոսակցության ընթացքում հայտնեցին, որ ինձ ցանկանում են սպայական կոչում տալ, լեյտենանտի կոչում։ Նախ սկսեմ այնտեղից, որ ես Սյունիքի մարզի Կապան շրջանի Դավիթբեկ գյուղից եմ։ 2003-2005 թվականներին ծառայել եմ Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում որպես բուժեղբայր, ավագ սերժանտով զորացրվել եմ, բայց կարծում եմ պատճառը դա չէ, որ ինձ ցանկանում են պարգևատրել այդ կոչումը, այլ նաև որ 2020 թվականի 44 օրյա պատերազմի ամբողջ ընթացքում որպես կամավորական վիրավոր զինվորներին հոգեբանական աջակցություն եւ հոգեթերապևտիկ ծառայություն եմ մատուցել։ Ես չգիտեմ ինչքանով է հավաստի այդ ինֆորմացիան, դեռ չեմ ստացել այդ կոչումը, բայց որոշեցի ձեզ հետ կիսվել այն զգացողությունները, այն անցած ուղին, որը որ այդքան էլ հեշտ չի եղել, եւ եթե հենց շեշտադրումը այսօր կատարեմ զինվորականի անցած ուղուն, որի եւ նաեւ մասն եմ ես կազմում, ապա հետեւյալից եմ նախ առաջինը ուզում սկսել խոսալ, նախ առաջին հերթին խոնարհվում եմ բոլոր զինծառայողների, մայրերի, քույր եղբայրների եւ բարեկամների առջեւ եւ խորը ցավակցությամբ հայտնում եմ, խորը ցավ եմ ապրում այն բոլոր զինվորների համար, ովքեր որ հանուն հայրենիքի զոհաբերել են իրենց կյանքը, ինչքան էլ ինչ բառերով որ ես ցանկանամ փորձեմ ներկայացնել այն ցավը, որը որ մեր ազգականները ապրել են այդ իրավիճակում, այդ ժամանակաշրջանում, միևնույն է բառերը շատ թույլ կլինեն, շատ երբեմն նաև անիմաստ կհնչեն։ Ես իմ ամբողջ կյանքի ընթացքում հասուն տարիքից 5-6 տարեկանից նախ ես տեսել եմ մոտիկից թե ինչ է պատերազմը, որտեղ Դավիթբեկ գյուղը առաջին գիծ է համարվում եւ թշնամու հետ ուղիղ կոնտակտ է ունեցել, բայց ես չեմ ուզում խոսալ հենց իմ մասին, այլ ուզում եմ խոսալ այն երևույթի մասին, որ հաճախ անվանվում է հետտրավմատիկ ստրեսային խանգարում եւ կամ ինչպիսի ազդեցություն ու հետևանք է թողնում պատերազմը այդ մարտական ուղի անցած զինվորի հոգեվիճակի մասին, հնարավորինս փորձելու եմ համառոտ ու հասկանալի ներկայացնել, թե դա ինչ է եւ ես իմ կաշի վրա թե դա ոնց եմ զգացել։ Նախ ամբողջ պատերազմի ընթացքում, երբ որ աշխատում էի զինծառայողների հետ, ովքեր եւ ֆիզիկական եւ հոգեբանական վնասվածքներ ունեն, ես հաճախ էի լսում այն արտահայտությունը, որ մարդիկ ինչքան մեծ մեղավորության, ամոթի ու պարտքի զգացում են ունենում եւ շատերը անգամ երբ որ իրենց հերոսական պարտքը մատուցել են, շատ մեծ լուրջ նվաճումներ են ունեցել պատերազմի ու ծառայության ընթացքում, բայց միևնույն է այն մարդը, ով որ կորցրել է զինընկեր, ով որ վիրավորության պատճառով լքել է մարտի դաշտը, նա շատ ծանր ապրումներ է ունենում, անքուն գիշերներ, մղձավանջեր, խուճապ, ֆլեշբեքեր, այսինքն այստեղ ու հիմայից նա կարծես հայտնում է մարտական դաշտում ունենում է մղձավանջային երազներ, որ չի կարողանում փրկել իր վիրավոր ընկերոջը, որ նա ստիպված է լինում իր ոչ հոժոր կամքով լքել մարտական դաշտը, մարտի դաշտը եւ չի կարողանում շարունակել իր ծառայությունը ֆիզիկական ու հոգեբանական խնդիրների պատճառով։ Շատերս ենք լսել հետտրավմատիկ ստրեսային խանգարման մասին, տեսել ենք ֆիլմեր, բայց երբ որ դու աշխատում ես զինվորի հետ, ով որ քո հայրենակիցն է եւ երբեմն նա պատկերացում չի ունենում, որ ես ինքս ծառայել եմ մարտական ծառայություն եմ նաև ներկայացրել, նրանք այդ իրավիճակում կա այսպիսի մի փուլ, երբ որ մարդը ինչ որ չափով ագրեսիվ է լինում եւ բացասական վերաբերմունք է ունենում, խնդրից ելնելով, իր տեսածից, ապրածից ելնելով այլ մարդկանց հանդեպ, նա կարծում է, որ աշխարհը անարդար է, երկիրը անարդար է, Աստված չկա եւ պատերազմը այդ մարդու հոգեկանի վրա ծանր հետևանք է թողնում, որովհետեւ այն ինչ որ տեսել է այդ մարդուն, երբեմն անգամ շատ դժվար է հավատալ Աստծուն, շատ դժվար է այդ մարդուն, հաճախ ես լսում եմ, որ մարդիկ ասում էին Աստված չկա, եթե Աստված տեսնում է այս ամենը, ինչու է թույլ տալիս, որպեսզի այսպիսի իրադարձություններ կատարեն։ Ես այստեղ քննադատի կամ ինչ որ մեկին կամ Աստծուն պաշտպանելու համար չեմ, ես ուղղակի ձեզ հետ կիսվում եմ այն կարճ դրվագները, այն ապրումները, ինչին ականատես եմ եղել, ինչի ժամանակ այդ իրավիճակի ժամանակ
ժամանակ, երբ որ ես աշխատել եմ, նաև որպես հոգեբան, որպես հոգեթերապևտ, ինչքան դժվար է լինում այդ ամենը անցնել այն մարդու հետ, ինչը որ բառերով ուղղակի դժվար է էկրանից այն կողմ տեղ հասցնել, թե դա ինչ ապրումներ է, եւ ես ցանկացած զինվորի հետ այդ ուղին անցել եմ, բայց այստեղ ոչ թե ուզում եմ շեշտը դնենք նրա վրա, որ ես այդտեղ միայն հոգեբան կամ հոգեթերապևտ եմ, ոչ, այդտեղ ես հայ եմ։ Այդտեղ ես մարտինն եմ, ով որ ունի գյուղ, ով որ մասնակցել է պատերազմին, ում ծնողները առաջի օրվանից մինչև վերջի օրը մասնակցել են պատերազմին, ում մայրիկը եւս չի լքել գյուղը եւ մինչև վերջին օրը իր ներդրումն է ունեցել զինվորներին ինչ որ չափով աջակցություն ցուցաբերելու կամ սնունդ պատրաստելու հարցում։ Ես այստեղ նաեւ ուզում եմ շեշտադրումը կատարել հայրենասիրության մասին։ Հայրենիքը միայն, հարգելիներս, զենք բռնելը, հայրենիքը միայն ամպագորգոր խոսալը չէ, հայրենիքը նաև սկսում է հասարակ գյուղացուց, հայրենիքն է նաև այն, որ գիշերը տեսնում ենք, որ մենք ինչ-որ մեկը փողոցները ավլում է, հայրենիքի, հայրենասիրության մասին է նաև խոսքը այն ժամանակ, երբ որ մենք սիգարետի բիչոկը չենք շպրտում, երբ որ մենք աղբը չենք նետում ճանապարհին, երբ որ մենք աղբը մեքենան անցնելուց չենք նետում, այսինքն հայրենիքը միայն մեր եկեղեցիների մասին չի, մեր այբուբենի մասին չի, մեր քրիստոնյա լինելու մասին չի, հայրենիքը նաև այն հողի մասին է, այն հողը, որտեղ որ այն զինվորը իր արյունը թափելով, իր կյանքը զոհաբերելով փորձել է պաշտպանել մեզ։ Հայրենիքը, հայրենասիրությունը նաև այն մարդկանց է վերաբերում, ովքեր որ անմիջապես մարտի դաշտում չեն եղել, այլ երկրորդ գծից ունեցել են իրենց ներդրումը եւ նաեւ հաճախ ես հետեւյալն եմ նշում, որ եթե ինչ որ մեկը ի վիճակի չէ զենք բռնել եւ առաջին գծում լինել, ապա նա երկրորդ գծում, երրորդ գծում եւս կարող է ինչ որ բան անել հայրենիքի համար, հենց հասարակ ճաշ եփել կամ ռումբ տեղափոխել, խրամատ փորել, աջակցություն ցուցաբերել, գումարի ներդրում անել, այսինքն ամեն մեկը իր ուժի չափով, իր հնարավորության չափով, եթե նման իրավիճակում կանգնում է իր հայրենիքի, զինվորի, ազգի, ղեկավարների, զինվորականների կողքին, նա արդեն իսկ մեծ ներդրում ունի, նա արդեն ցույց է տալիս այն հայրենասիրական պարտք ասածը, որը որ մենք հայ ենք, մենք ինչքան էլ հոգեբանության մեջ խոսում ենք պարտքի զգացումից, ամոթի զգացումից, մեղավորության զգացումից, երբ որ խոսքը գնում է էքստրեմ իրավիճակների մասին, պատերազմների մասին, մենք ստանդարտներից դուրս ենք մտածում, մենք փոքր ենք, մենք այդ մենքի, մենք մեր կրոնի, հավատքի, իրար թև թիկունք լինելու հաշվին ենք հասել 2026 թիվ եւ եթե չփորձենք շարունակել այս ոգով, դժվար թե վաղ ունենանք մենք այն պայծառ ապագան, որը որ հիմա կարծես ինչ որ չափով տեսնում ենք, որովհետեւ բավականին նաեւ զարգացում կա մեր երկրում, մենք հաճախ քննադատական կողմից ենք մոտենում հայրենիքին, ղեկավարությանը, կառավարությանը, բայց քննադատ լինելուց ես միշտ կողմ եմ, որպեսզի լինենք արդար դատավոր եւ լավը տեսնենք, ճակերտավոր ասած, եւ բացասականը քննադատելուց մենք նաեւ կարողանանք այդ նժարի վրա դնենք բոլոր այն ամենը, ինչը որ կա, բայց ես ընդհանրապես առնչություն չունեմ այդ քաղաքական աժոտաժին, ես այդ ամեն ինչին չեմ մասնակցում, ես ինչով որ կարող եմ միշտ պատրաստ եմ լինել իմ հայրենիքի կողքին եւ ինչ տեղի ունեցավ այսօր, երբ որ ինձ հայտնեցին այդ լուրը, ես նաեւ այսպիսի մի միտք ունեցա, որ ոչ թե միշտ է պարտադիր, որ խոսան այն մասին, թե մենք ինչ ենք արել, այլ մենք ինչպիսի զգացողություններ ունենք, ինչքանով ենք մենք բավարարված, ինչքանով ենք մենք ինքներս կարողանում դրական գնահատել այն զինվորի աշխատանքը, այն զինվորի ներդրումը, այն մարդկանց ներդրումը, ինչով որ նրանք մասնակցել են այս ամեն ինչի, պատերազմին կլինի, հետ պատերազմական շրջանում զորահավաքներին կլինի, զինծառայություն մատուցող, զինվորական պարտ կատարող մարդկանց մասին, ինչպես եւ նաեւ ոչ պարտադիր զինվորական ծառայություն ունեցող մարդկանց մասին է խոսքը եւ երբեմն ուղղակի պետք է շնորհակալ լինել, երբեմն այդ մարդկանց հանդեպ դրական վերաբերմունքը, շնորհակալ լինելը, գոհունակություն ցուցաբերելը նրանց մոտ նաեւ հանդարտում է այն փոթորիկը, որ երբեմն ունենում են նրանք այդ
անարդարության զգացումը։ Իսկ ինչ վերաբերում է հետտրավմատիկ ստրեսային խանգարման սիմպտոմներին, եւս մեկ անգամ կկրկնեմ, որովհետեւ գուցե կան մարդիկ, ովքեր որ այսօր ունեն այդ խնդիրը, բայց չեն զբաղվում իրենց հոգեկան ու ֆիզիկական առողջությունով։ Նաեւ գոյություն ունեն զինվորի տուն եւ այլ հոգեբանական ծառայություններ մատուցող ինչ-որ կազմակերպություններ, որտեղ անվճար հոգեբանական աջակցություն եւ հոգեթերապևտիկ ծառայություն է մատուցում այն զինվորներին, ովքեր որ մասնակցել են պատերազմին։ Եվ երբ որ դուք ինձ զանգահարում եք եւ անպայման նշում եք, որ հենց ինձ մոտ եք ցանկանում հոգեթերապիա անցնել, հարգելիներս, ձեզ այդ ծառայությունը անվճար ցուցաբերվում է։ Ես էլի ինչ-որ չափով ներդրում անում եմ, հիմա էլ եմ որոշ դեպքերում աշխատում վիրավոր զինվորների հետ, բայց ձեզ պետությունը անվճար այդ ծառայությունը մատուցում է։ Ինչ վերաբերում է սիմպտոմներին, ապա դա տրամադրության անկում, ապացիկ վիճակ, ախորժակի անկում, քնի խանգարում, մղձավանջային երազներ, սառը քրտինքով վեր թռնել, խուճապային գրոհներ, ֆլեշբեքեր, այսինքն մարդը տունը նստած հեռուստացույց է դիտում, երբ որ մարտական ինչ-որ դրվագ է տեսնում հեռուստատեսությամբ, նա կարծես կորցնում է իրականության զգացումը, կարող է պառկել, կարող է գոռալ, կարող է վեր կենալ, փորձել թռնել լուսամուտից կամ տնից փախչել, այդ պահին նրա մոտ ֆլեշբեք է տեղի ունենում, նա հայտնվում է այն պատերազմական թեժ գոտում, որտեղ որ ինքը եղել է, այսինքն նրա հոգին, նրա հոգեկանը տրավմա է ստացել եւ այդ վերքը բժշկված չէ։ Հաճախ ունենում են ալկոհոլային կախվածություն, թմրանյութերից կախվածություն, կոնֆլիկտային հարաբերություններ, ընտանիքի անդամների հետ հաճախ վեճեր, ագրեսիվ վարքի դրսևորում, հիշողության անկում, ուշադրությունը կենտրոնանալու դժվարություն, հիասթափություն, հուսախաբություն, բողոք, կարծում եմ առաջնային սիմպտոմները նշեցի, չեն ցանկանում ոչ մեկի հետ հաղորդակցվել, մեկուսանում են, դուրս են գալիս աշխատանքից, ընտանիքի անդամների հետ չեն ուզում շփվել, առիթ են փնտրում, որպեսզի լինեն կոնֆլիկտային, արտահայտեն իրենց ագրեսիան, կառավարության հետ կապված կոնֆլիկտներ, բունտեր, ցույցեր, ցանկություն գնալ ինչ-որ մեկին վնասել, երբեմն լինում են փսիխոտիկ էպիզոդներ, այսինքն զառանցական մտքեր, մեգամոլական զառանցանքներ կարող են լինել, այսինքն ես եմ պատերազմի ինչ-որ հաղթանակների միակ պատճառը կամ հակառակ դեպքում շատ ուժեղ մեղավորության զգացում, ես եմ մեղավոր, որ իմ ընկերը զոհվել է, ես եմ մեղավոր, որ այսինքն պարտություն են կրել, այսինքն չափից ավել իր վրա բեռ վերցնելու, պատասխանատվություն վերցնելու ունակություն։ Եվ նաև ուզում եմ անդրադարձ կատարել մեր սիրելի արցախցիներին, որոնք եւս մինչև այսօր աջակցության կարիք ունեն, հարգելիներս, հնարավորինս փորձեք զբաղվել ձեր հոգեկան առողջությունով։ Եթե դուք նկատում եք, որ ձեր տրամադրությունը հաճախ է անկայուն լինում, հաճախ եք տխուր լինում, հաճախ եք ցանկանում մեկուսանալ, որովհետև դուք եւս շատ ծանր փորձառություն եք ունեցել, կարծում եմ դա ամենածանր դեպքերից մեկն է նաեւ, երբ որ մարդը լքում է իր սեփական տունը, իր հայրենիքը, այն հողն ու ջուրը, որտեղ որ ինքն է ապրել, որտեղ որ իր պապերն են ապրել, որտեղ որ պատմություն է կերտվել, եւ այդ ամենը մի օրում թողնել ու լքվել, դուրս գալ եւ չունենալ այդ հենարանը, այն տունը, որը որ դու քո ձեռքերով կառուցել ես կամ որը որ ժառանգվել է քեզ եւ մի պահ մտածել, որ դա մնացել է թշնամուն, դա ահավոր ծանր փորձառություն է եւ ես հնարավորինս փորձում եմ դրության մեջ մտնել, հնարավորինս փորձում եմ պատկերացնել, թե ինչպիսի ապրումներ կունենաք դուք, երբ որ այդ հիշողությունները ձեզ տանջում են, երբ որ մարդը գլուխը դնում է բարձի վրա եւ այս ամենն է հիշում։ Եվ վերջում ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այն հրամանատարական կազմին, ովքեր որ եղել են իմ հրամանատարները, հիմա անուններ չեմ տա, իրանք բոլորը այսօր շատ ճանաչված են, շատ մեծ ներդրում ունեն մեր ազգի բանակի զարգացման գործընթացում, նաև բոլոր այն զինծառայողներին, ում հետ որ ես ծառայել եմ, ում հետ որ մենք հաղթահարել ենք այդ դժվարությունները, ես ուրախ եմ, ես շատ շնորհակալ եմ, որ ունեցել եմ այդ հնարավորությունը ձեզ հետ ծառայելու, հայրենիքիս համար այդպիսի ներդրում ունենալու եւ նաեւ շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր որ որոշել են, որ ինձ պետք է լեյտենանտի կոչում տալ։ Ճիշտ է, դա ինձ գուցե իմ կյանքում պետք չի գա, որովհետեւ իմ աշխատանքը այդքան էլ կապ չունի դրա հետ, բայց միշտ լինել գնահատված
արժանանալ այն ուշադրությանը, որը որ դու երբևիցե ես չեմ մտածել, երբ որ ծառայություն եմ մատուցում, որ դրա դիմաց ինչ-որ բան կստանամ, երբևիցե իմ մտքով չի անցել, որ մի օր կարող է զանգահարեն և ինձ հայտնեն այդպիսի լուր։ Ես կուզենայի բոլորը ունենային այդ հնարավորությունը արդարության համը զգալու, բոլորը ունենային այն հնարավորությունը, որ իրենց շնորհակալություն հայտնեին, որ իրանք այդ ներդրումը կատարել են, կամ ներողություն խնդրեին նրա համար, որ իրենց ցավ են պատճառել։ Այսքանը երևի։ Լավ մնացեք, մինչ հանդիպում։